Չէ։ Շնորհակալ եմ, որ եկար։ Ամենայն դեպս ես կհասկանայի, որ չգայր։ Միջև տեղ եմ ասել 1000 անգամ մտքա փոխվել եմ։ Չպետք է գայի։ Ես շատ լավ եմ հասկանում, որ պետք է չգայի։ Ճիշտ ես։ Այսինքն Չպետք է գայր։ Ես արժանի չեմ, որ գայր։ Բայց եկել ես, որովհետև լավ հաշվարկել ես։ Հաշվարկել ես, որ սիրում եմ քեզ, որ կարոտում եմ քեզ, ու այս ամեն ինչը ես քեզ պետք է չասեմ, բայց այնուամենայնիվ ասում եմ։ Ես ոչ մի բան չեմ հաշվարկել։ Ես ընդամենը ուզում էի տեսնել քեզ ու տեսա։ Ուղղակի տեսներ։ Հա։ Նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ։ Ոչ մի բան էլ մի ասեմ։ Գինի ենք խմում, չէ՞։ Հա, դու գինի ես սիրում, գինի ենք խմում։ Իսկ ուտելու։ Երևի ես պատվիր եմ։ Հա։ Միևնույնն է, գիտեմ, ինչ ես պատվիրել։ Նստեք, համեցեք։ Ձեզ սուրճ եմ բերում։ Չզարմացաք, թե ինձ տված։ Նարեն արդեն զանգել էր։ Զգուշացրել էր, որ շատ մեծ ստրես չապրեք, հա։ Ես ձեր ներկայությունից վատ չեմ զգում ինձ բոլորովին։ Ինչու եք ծիծաղում։ Ես կատակում էի։ Նստեք, Նարեն շուտով կգա։ Շնորհակալ եմ։ Արսենին ուղարկել եմ, որ Նարենին բերի։ Ուրեմն ավելի շուտ կհասնի։ Հիմա ինչպես, սուրճ բերում եմ։ Իհարկե, չեմ հրաժարվի։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Սուրճը, դարը, քաղցր։ Դարը։ Լրիվ դարը։ Այո։ Լավ։ Ոնց է կարում։ Նույնը, ոչինչ։ Պարզ է։ Արդեն պետքա դուրս գրեն, կարոյի մաման ասաց, բայց պետքա շշուտ կան, որ բժիշկը նայի, էլի։ Ուղղակի Կարոն նեղվում է այդ, որ անվասայլակով պետքա լինի։ Լավ չեղավ, էլի։ Բայց իրան ընդհանուր ոնց է ազգում, փոփոխություն կա, ինքը էլի նյարդայնանում է այդ վիճակից։ Մեկ, էլի։ Դե ոնց չնեղվի։ Գիտես չէ, քննությունների համար պատրաստվեցինք իրար հետ։ Բարապեցինք, որ ինքն էլ քննություն հանձնի։ Ապրես։ Բայց մի բան հարցնեմ, ուրիշ կերպ չհասկանաս, հա։ Ինչ ես այդքան անհանգստանում իր համար։ Բայց չանհանգստանա։ Դել կա։ Դու էլ ես ուզում հարցնես ինչ եմ ամբողջ օրը հիվանդանոցում։ Տարօրինակա չէ։ Ինչ տարօրինակ բան կա նրանում, որ ուզում ես մարդուն օգնես, եթե ինքը հետ կա դրա կարիք ունի։ Օգնելը ուրիշ է, դու օրերով այնտեղ ես։ Ես ինձ ված չեմ զգում դրանից։ Տանը պետքա նստեի պարապե, հենա իրար հետ պարապեցինք էլի։
Աման ու Գրիգորյանն էլ են անընդհատ ասում են, ինչի եմ անընդհատ այնտեղ, բայց իմ համար տենց ավելի լավ է։ Գիտես ինչ են ասում, որովհետև իրենք չեն ուզում, որ քեզ վատ զգաս պատահածի համար։ Ու պարտավորված չզգաս նրա կողքին լինելու այդքան բան։ Նարեկ ջան, եթե դու մնացած կուրսեցիների նման մեկ-մեկ այցելության գնայիր, քո հետ դրա մասին չէին խոսի։ Պարզա։ Պարզա։ Լավ պատասխանա։ Պարզան պատասխան չի, պարզան նշանակում է, որ արի թեման փոխենք։ Եթե դու Կարոյի համար ես անհանգստանում, մենք էլ քո։ Իմացի լավ։ Նկատի կունենամ։ Արսեն պետք չի համար անհանգստանալ, չես տեսնում, ես լավ եմ, մի հատ ինձ նայի։ Լավ եմ, չէ։ Մանավանդ որ ժպտում ես։ Լավ եմ դե։ Շատ արտակարգ։ Հիշում ես ժամանակին ինչքան շուշտ ենք ստեղ գալիս։ Դուրդ եկավ։ Հա, շատ։ Նոբրես։ Ինչ եղավ Անիտա։ Չեմ հասկանում, ինչ ենք հիմա ընտրում, ժպտում, երբ որ ամեն ինչ արդեն ավարտված է։ Այսինքն Ես գնում եմ։ Անիտա, խնդրում եմ մի գնա։ Չեմ հասկանում, ինչ ես խնդրում։ Ինքը չէր ասում, որ չես սիրում ինձ ու չես ուզում խաբել։ Հիմա ինչ, սիրում ես, թե ուզում ես խաբես։ Ուզում եմ, որ Ինչ։ Ինչ Արտուր։ ձեռքդ տուր։ Մոռացի ինչ որ ասել եմ։ Մենք նշանված ենք ու դա է իրականությունը։ Ուղղակի համարի, որ նշանված ժամանակ վիճել ենք, իսկ հիմա հաշտվում ենք։ Դու չես սիրում ինձ։ Դու սխալվում ես։ Դու էր չի ասում, որ չես սիրում։ Ես էլ եմ սխալվում, Անիտա։ Իսկ Նարեն։ Գինի ենք, չէ՞ խմում ենք։ Շատ կլինի արդեն։ Շատ չի լինի, ընդամենը մեկ բաժակ եւ վերջ։ Դե չկա։ Եթե նույնիսկ չկարողանաս քայլել, ես խոսք եմ տալիս քեզ գրկած տուն կհասցնեմ։ Խոսք եմ տալիս։ Գիտես ինչն էի հիշում, երբ որ Ում ես խաբում։ Ինչ ես խաբում։ Ինչ ա եղել։ Ինքան եմ տարապել առանց քեզ։ Ինքան եմ լացել, որ հենց առաջին զանգիցդ բազարով եկա։ Մոռացա ամեն ինչու եկա։ Ինչքան եմ քեզ սիրում։ Բայց լավ էր։ Այդ օր անձրև էր, գեղեցիկ էր։ Ոնց որ այսօր։ Ինչքան անձրև է գալիս քեզ եմ հիշում, չգիտեմ խիխում ենք։ Խմեցինք։ Ձեր ամուսինն է։ Մհերն է, աղջիկների հետ։ Շատ էր սիրում լուսանկարվել, երևի ինչ-որ բան զգում էր վերջի տարիներ անընդհատ լուսանկարվում էին։ Զբոսանքից գալիս էին ու մի ձեռքին շատ լուսանկարներ։
Նարեն ասել է, որ շատ լուսանկարներ ունեք։ Շատ, չափից շատ, ամեն առիթի ու տարիքի։ Մայրից հետո երկար ժամանակ չէի կարողանում լուսանկարներ նայել։ Աղջիկներն էլ չէին կարողանում։ Ուզում էինք, բայց չէր ստացվում։ Հետո մի օր իրարից անկախ հավաքվեցինք ու որոշեցինք նայել։ Հետո դարձավ ընտանեկան սովորություն։ Երեկոները նստում էինք, պատմում էինք իրար, կիսվում էինք մեր ապրումներից, լաց էինք լինում, շատ էինք լաց լինում։ Ու այդպես ավելի հեշտ էր, այդպես ավելի հեշտ դարձավ ապրել։ Ինքան էինք նայել այդ նկարները, որ անգիր գիտեինք, որը որից հետո է դրված։ Տեսնում եմ, մինչև հիմա դեռ նայում եք։ Երբեմն շատ եմ կարոտում մեր ընտանիքը, մեր են ընտանիքը։ Այստեղ մեր ամբողջ անցյալն է, երջանիկ անցյալը, որը ցավոք ավարտվեց։ Հիմա ուրիշ ընտանիք է, ես իմ մեջ ուժ գտա, ստիպեցի ինձ գնալ աշխատել, ստիպում է ինձ ծիծաղել, խոսել, ուղղակի խոսել։ Ես որոշել էի, որ ամեն ինչ կանեմ, որ աղջիկներս վերականգնվեն, նրանք շատ փոքր էին, բայց շատ ծանր ապրումներ ունեին, փակվել էին, գիտեք, չէին խոսում, բակ չէին դուրս գալիս, դպրոց, տուն, դպրոց, լռում էին, սարսափելի էր։ Պարզ է։ Նրանք մի անգամից մեծացան։ Ես անդադ կռվում էի մայրի հետ։ Տեղ չկար դնելու ես լուսանկարներ, ոչ մի ալբոմ չէր հերիքում։ Ոչ մի դարակ, բոլորը խցկած էին, բացում էին, բոլոր լուսանկարները թափվում էին։ Բայց հիմա… Այո։ Հիմա ուրախ եմ, երևի նա իրոք ինչ-որ բան զգում էր։ Ճիշտ ասած ես չեմ տեսել Նարեի մեծանալը ու հիմա։ Եկեք գնանք աղջիկների սենյակ, լավ։ Լավ։ Եկեք։ Թե բարձրացանք։ Չեմ գալիս։ Ինչի՞։ Նար ջան, մի քիչ գործեր ունեմ։ Գնամ գործերս ավարտեմ, հետո կգամ որ տուն տանեմ։ Խաբում ես։ Խաբում եմ։ Գնացի լա։ Արսեն։ Չէ։ Եթե ուզում ես ուղակի մեզ մենակ թողես, անիմաստ է։ Ուշացա արդեն, ստեսիր։ Հաջող։